Mr. Hezeman, this time you are here in Բարև ձեզ, պարոն Հեզեման, այս անգամ դուք Հայաստանում եք ներկայացնելու ձեր գրքի հայերեն թարգմանությունը։ Ձեր հայոց ցեղասպանությունը գիրքը հրատարակվել է Գերմանիայում։ Ուզում եմ նախ բնօրինակի մասին հարց տալ։ Այս թեման հետաքրքիր է գերմանախոս ընթերցողին։ It was very interesting for the Germans because Գիրքը շատ հետաքրքրեց գերմանացիներին, որովհետև Գերմանիան ներգրավված էր հայոց ցեղասպանության մեջ, նա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր։ Եվ գերմանական արխիվներում մենք ունենք շատ փաստաթղթեր Գերմանիայի պաշտպանության նախարարության, գերմանացի գեներալների, հյուպատոսների, դեսպանների զեկույցներ հայոց ցեղասպանության մասին։ 1918 թվականին, երբ Ռուսաստանը հետ քաշվեց Արևմտյան Հայաստանից եւ կրկին ցեղասպանության վտանգ հայտնվեց, Վատիկանը միջամտեց Գերմանիայում առաքելական նվիրակի Էուջենիո Պաչելիի միջոցով, որը կապ հաստատեց Բերլինի կառավարության հետ եւ խնդրեց նրանց միջամտել։ Նրանք ոչինչ չարեցին, չարձագանքեցին։ Գերմանիայի կանցլեր Բեթման Հոլվեգն ասաց. «Մենք պետք է Օսմանյան կայսրությանը, Թուրքիային, պահենք մեր կողմում, նույնիսկ եթե հայերը կործանվեն»։ Այս շատ հստակ հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան խորությամբ էր Գերմանիան ներգրավված։ Բացի այդ, մի բան էլ կար։ Գերմանիան կատարեց իհարկե սարսափելի ոչինչ, հոլոքոստը։ Շոան, երբ Ադոլֆ Հիտլերը սպանեց 6 միլիոն հրեաների։ Նախքան Լեհաստան ներխուժելը, նա իր գեներալներին ասաց. «Մենք կարող ենք լինել այնքան դաժան, որքան ուզում ենք, որովհետև ով է հիմա խոսում հայոց ցեղասպանության մասին»։ Այսպիսով հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ հոլոքոստի համար։ Եվ այս երկու հանգամանքների հիմքով գիրքը հետաքրքրեց գերմանացիներին։ Այն որոշակի ազդեցություն ունեցավ Գերմանիայում, որովհետև գիրքը կարդալուց հետո 2016 թվականին Գերմանիայի խորհրդարանի անդամները հանձն առան մշակել բանաձև հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ Կանցլեր Անգելա Մերկելի կամքին հակառակ, որը չէր ուզում նեղացնել Էրդողանին։ Մերկելը ու նրա կառավարության անդամները ցուցադրաբար դուրս եկան խորհրդարանից քվեարկության ժամանակ, սակայն մեծամասնության որոշմամբ հայոց ցեղասպանությունը ճանաչվեց։ Հետագայում ես հարց եմ ուղղել թե գերմանական խորհրդարանի խոսնակին, թե քրիստոնյա դեմոկրատական կուսակցության ղեկավարին, որը Մերկելի կուսակցությունն էր։ Երկուսն էլ ինձ ասացին, որ իրենք որոշում կայացրին աջակցել այդ բանաձևին, որովհետև կարդացել էին իմ գիրքը։ Because they read my book. As a German researcher, when you were Որպես հետազոտող, Վատիկանի արխիվների այս մեծաքանակ փաստաթղթերն ուսումնասիրելիս գտաք մի բան, որ իսկապես ցնցող եւ նոր էր ձեզ համար։ Absolutely. I mean, I was not Անշուշտ, այսինքն սկզբում ես այլ բան էի փնտրում։ Ես ուսումնասիրում էի Էուջենիո Պաչելիի կյանքը, այն մարդու, որը դարձավ Պիոս 12-րդ պապ։ Նա առաքելական նվիրակ էր, այսինքն Վատիկանի դեսպանը Գերմանիայում 1917-ից մինչև 1929 թվականը, նախքան Սուրբ Աթոռի պետական քարտուղար դառնալը եւ նախքան պապ դառնալը։ Մյունխենի նվիրակության 1918 թվականի փաստաթղթերում ես գտա պապի խնդրանքը գերմանական կառավարությանը դիվանագիտական միջամտությամբ կանգնեցնելու 1918 թվականի երկրորդ ցեղասպանությունը ռուսական զորքերի հետ քաշումից հետո։ Գտա ամբողջ նամակագրությունը եւ ուղղակի ցնցված էի, որովհետեւ անշուշտ ծանոթ էի այն քննարկումներին, եղել է արդյոք հայոց ցեղասպանությունը թե ոչ։ Ես մի ընկեր ունեմ, Գերմանահայկական ակադեմիական միության ղեկավար դոկտոր Ազատ Օրդուխանյանը։ Նրան պատմեցի, թե ինչ եմ գտել Վատիկանում եւ հարցրեցի. «Դուք դրա մասին գիտեք»։ Ասաց. «Ոչ»։ Ես հարցրեցի. «Դու կամ հայ պատմաբանները հետաքրքրված եք, կուզեք ավելին իմանալ դրա մասին»։ Նա ասաց. «Անպայման»։ Օրդուխանյանը խորհրդակցեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ։ Նրանք հաստատեցին, որ այդ մասին ոչինչ չգիտեն։ Ուստի ես ավելի փորփրեցի եւ ընդհանուր առմամբ գտա 3000 էջ, որոնք պարունակում էին ցնցող տեղեկություններ։ Վատիկանը չեզոք էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ Օսմանյան կայսրության ոչ բարեկամն էր, ոչ էլ թշնամին, բայց այն խորապես ներգրավված էր իր առաքելության բերումով։ Առաջին հերթին իհարկե կար հայ կաթոլիկ եկեղեցին, շուրջ 100,000 հետևորդներով Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում։ Բացի այդ, Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներում նաև միսիոներներ կային, կապուցինյան, ֆրանցիսկյան եւ դոմինիկյան միաբանություններից։
Նրանք բոլորը տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել եւ սահմռկեցնող հաշվետվություններ էին գրել Սուրբ Աթոռին Պապին այդ մասին տեղեկացնելու եւ նրա միջամտությունը խնդրելու համար։ To the Holy See, to inform the Holy See, to inform the Pope about it, and to ask for papal intervention. You are historian. That means you are more. Դուք պատմաբան եք առաջին համաշխարհային պատերազմի եւ ընդհանրապես ժամանակաշրջանի մասին լավ եք տեղեկացված։ Ձեր ուսումնասիրություններում ինչ բացահայտումներ կան պատմագիտության տեսանկյունից։ Surprisingly new were two things. Number one, but already Անսպասելիորեն երկու նոր բան բարձեցի ինձ համար։ Առաջինը, որ դեռ ցեղասպանությունից առաջ արված զեկույցներ կային Իթիհադ կուսակցության, այսինքն երիտթուրքերի կուսակցության ժողովների մասին, որոնց ընթացքում նախապատրաստվել է հայոց ցեղասպանությունը։ Այսինքն դա պատահականություն չէր, նախապես ծրագրված էր։ Առաջին համաշխարհային պատերազմը պարզապես օգտագործվեց որպես պատրվակ, որպես առիթ իրականացնելու այն, ինչ տարիներ առաջ պլանավորվել էր Իթիհադ կուսակցության ժողովներում։ Ինչու՞։ Որովհետև նրանք հավատում էին ֆաշիստական գաղափարախոսությանը, ըստ որի միատարր պետությունը ուժեղ պետություն է։ Եվ նրանք հավատում էին, որ Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը ուժեղացնելու համար անհրաժեշտ է ոչնչացնել Անատոլիայի քրիստոնյաներին, հայերին, ասորիներին, արամեացիներին եւ հույներին։ Այսինքն այս էթնիկ եւ կրոնական զտման ընթացքում սպանվեցին ոչ միայն 1.5 միլիոն հայեր, այլև ընդհանուր առմամբ 2.5 միլիոն հայեր, արամեացիներ, ասորիներ եւ հույներ։ Եվ նրանք սպանվեցին ոչ թե այն պատճառով, որ ինչ պնդում են թուրքերը իբր անջատողական շարժման վտանգի կամ իրենց թշնամի Ռուսաստանի հետ հնարավոր կապերի կամ որևէ այլ պատճառով։ Ոչ, նրանք սպանվեցին, որովհետև քրիստոնյաներ էին։ Թուրքերը կարծում էին, որ քրիստոնյաները ապակայունացնում են Օսմանյան կայսրությունը։ Նրանք դա ծրագրել էին պատերազմից շատ առաջ։ Դա որևէ կապ չուներ պատերազմի ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետ։ Այո։ they planned it long before the war. It had nothing to do with anything happening in the war. You are also doing, as I asked before. Դուք նաև հստակ զուգահեռներ եք անցկացնում երիտթուրքերի եւ Գերմանիայի նացիստական կուսակցության հանցագործությունների միջև։ Արդյոք դրանք այդքան նման են։ Indeed, because the Armenian genocide was the role model for the Shoah. Անշուշտ նման էին, որովհետև հայոց ցեղասպանությունը օրինակ ծառայեց Հոլոքոստի համար։ Սակայն երկու հիմնական տարբերություններ կան։ Առաջինը թուրք բնակչության մասնակցությունն էր ոչրին։ Գերմանիայում նացիստները բնակչությունից թաքցնում էին, թե ինչ էին անում հրեաների հետ։ Շարքային գերմանացիները կարծում էին, թե հրեաներին արտաքսում են նացիստների կողմից օկուպացված Լեհաստան այնտեղ բնակեցնելու կամ գուցե աշխատանքային ճամբարներ ուղարկելու համար։ Չգիտեին, որ նրանց սպանում էին։ Նրանք տեղյակ չէին Օսվենցիմի, Տրեբլինկայի, Մայդանեկի եւ այլ մահվան գործարանների մասին։ Դա թաքուն էր պահվում։ Թուրքիայում Օսմանյան կայսրությունում բոլորը գիտեին, թե ինչ է տեղի ունենում։ Հայերին մորթում էին Դերզորի եւ Ռաքայի մահվան ճամբարների ճանապարհին։ Հաճախ տղամարդկանց տանում էին քաղաքից դուրս ու այնտեղ սպանում։ Իսկ դիակները, մարդասպանները պարզապես թողնում էին տեղում։ Տիգրիս գետում հարյուրավոր դիակներ էին լողում։ Նույնիսկ համաճարակ բռնկվեց թուրքերի կողմից օկուպացված Միջագետքում, ժամանակակից Իրաքում, որտեղ գետերը հեղեղված էին մորթված հայերի դիերով։ Դա տեղի էր ունենում հասարակության աչքի առաջ, եւ գրեթե յուրաքանչյուր թուրք ընտանիք մասնակցում էր ունեցվածքի կողոպուտին այն տներից կամ բնակարաններից, որոնք հայերը հարկադրաբար լքել էին։ Բոլորը դրանից շահ ունեին եւ ամբողջ հանրությամբ էին անում դա, անթաքույց։ Սա առաջին հիմնական տարբերությունն է։ Եվ ապա սպանության մեթոդը։ Գերմանացիները հրեաներին ոչնչացնում էին սպանության գործարաններում, համակենտրոնացման ճամբարներում, գազախցիկներում, մինչդեռ հայերին կամ մորթում էին ճանապարհին, կամ թույլ էին տալիս, որ զոհվեն Տերզորի եւ Ռաքայի մահվան ճամբարներում։ Նրանց պարզապես թողնում էին Սիրիայի անապատում գիշերվա ցրտին եւ ցերեկվա տապին առանց սննդի եւ բավարար ջրի այնքան ժամանակ, մինչեւ մահանային։ Հետևաբար հայերի տառապանքն ավելի երկար էր տևում։ Հայոց ցեղասպանությունը շատ ավելի կոշտ ծրագիր էր, քան մեքենայացված Հոլոքոստը։ The Armenian genocide was much rawer, more primitive than the very industrialized Shoah. Why these archive documents? Ինչու էին գաղտնի պահվում Վատիկանի այս արխիվային փաստաթղթերը, որոնք վերաբերում են առաջին համաշխարհային պատերազմին, հայկական ջարդերին եւ ցեղասպանությանը։ They were never hidden.
Just nobody was searching for it. I mean, the Vatican. Դրանք երբեք գաղտնի չեն եղել։ Պարզապես ոչ ոք չէր փնտրում դրանք։ Վատիկանը բացել էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Բենեդիկտոս 15-րդի քահանայապետության տարիների արխիվները։ Նրանք միլիոնավոր փաստաթղթեր ունեն։ Վատիկանի արխիվների ստորգետնյա պահոցներում կա 80 կիլոմետր երկարությամբ դարակաշար։ Բազմաթիվ թեմաների վերաբերյալ ահռելի նյութ կա, եւ ամեն ինչ մինչև Պիոս 12-րդ պապի քահանայապետության ավարտը 1958 թվականը բաց է պատմական հետազոտությունների համար։ Everything until 1958 is open for historical research. Anyway, as I know, Ամեն դեպքում, որքան գիտեմ, ձեր կողմից այժմ հրապարակված փաստաթղթերը ամենաթարմ ապացույցներն են այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 111 տարի առաջ, թեպետ եւ 20-րդ եւ 21-րդ դարերը ցեղասպանությունների ուսումնասիրության ժամանակաշրջաններ են։ Well, you have to be very ignorant to deny the Armenian genocide. Պետք է չափազանց անտեղյակ լինել ժխտելու համար հայոց ցեղասպանությունը։ Կամ դուք միտումնավոր եք ժխտում այն, որովհետև ցանկանում եք ձեր պատմության ամբասիր պատկեր ներկայացնել քարոզչական նպատակներով, կամ էլ անտեսում եք այն, որովհետև հիմար եք, բայց ապացույցները հնարավոր չէ անտեսել։ Ամեն ինչ հրապարակված է։ Իմ գերմանացի գործընկեր պրոֆեսոր Գուստը հրապարակել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը։ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, եւ նրանք նույնպես ունեն հարյուրավոր եւ հազարավոր արխիվային էջեր։ Ամենակարևորները հրապարակված են մեծ հատորներով։ Ավստրիացիները, որպես Օսմանյան կայսրության մեկ այլ դաշնակից, հրապարակել են իրենց փաստաթղթերը։ Բրիտանացիները եւ ֆրանսիացիները հրապարակել են իրենց վավերագրերը։ Իտալական փաստաթղթերը նույնպես բաց են ուսումնասիրության համար, եւ ես ճանաչում եմ հայ հետազոտողների, օրինակ Աննա Հունանյանին, որոնք գնացել են այնտեղ եւ հավաքել բազմաթիվ փաստաթղթեր։ Արխիվները բաց են, բոլոր արխիվները բացի թուրքականից։ Թուրքական արխիվները միակ փակ արխիվներն են։ Տեսնես ինչու։ Ցանկացած մարդ, որը թեմային կանդրադառնա բաց մտքով եւ ճիշտ պատմական մեթոդաբանությամբ, առանց քաղաքական քարոզչության, կհանգի նույն եզրակացությանը, որին ես եմ հանգել իմ գրքում։ We come to the very same conclusion as my book. anyway, Ամեն դեպքում կարծում եմ ամենամեծ ժողտող պետությունը իհարկե Թուրքիան է, ինչպես դուք նշեցիք։ Անշուշտ նրանք ամենաշատն ունեն կորցնելու։ but surprisingly, denying wave came. Սակայն զարմանալիորեն ժողտողականության ալիքը հասել է նաև Հայաստան։ Հայաստանի ներկայիս վարչապետը որոշ կասկածներ կամ երկմտանք է արտահայտել։ Անգամ եղավ Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը, որում ցեղասպանագետները քննադատում էին ժողտողականության ներկա դրսևորումները։ Well, I mean, I cannot speak for Mr. Pashinyan. Դե ես չեմ կարող խոսել պարոն Փաշինյանի անունից, որովհետև հույս ունեմ, որ նա Հայաստանի բարեկամն է, ոչ թե թշնամին։ Ես կառաջարկեի նրան կարդալ իմ գիրքը։ Իրոք պետք է իմ գրքի մեկ օրինակ ուղարկենք նրան, որպեսզի նա տեղեկանա։ Գուցե նա լավ ընթերցող չէ, գուցե նրան թուրք կամ ադրբեջանցի ընկերներն այլ բան են ասել, բայց եթե մեկն ասում է, որ ցեղասպանություն չի եղել, ապա դրա համար պետք է կամ քաղաքական պատճառ ունենա, կամ լիակատար անտեղյակության մեջ լինի։ Հայոց ցեղասպանությունը շատ հստակ փաստագրված է։ Այս հարցում անորոշություն չկա, եւ չկա ոչ մի լուրջ արևմտյան պատմաբան, որը կժխտի հայոց ցեղասպանությունը։ Վերջակետ։ Դա ապացուցված բան է։ Փաստաթղթերը հասանելի են ուսումնասիրության համար։ Հնարավոր չէ հանտեսել եւ ժխտել այն, ինչ կա Վատիկանի արխիվներում։ Դրանք բոլորը հրապարակված են։ Մի ճիզվիտ հոգևորական Հայր Ռուիսոնը հատուկ հանձնարարություն է ստացել Ֆրանցիսկոս Պապից։ Երբ ես իմ գիրքը ներկայացրեցի Ֆրանցիսկոս Պապին, նա հանձնարարեց Հայր Ռուիսոնին հրապարակել ամեն ինչ։ Հրապարակվեց 7 հատոր գիտական հրատարակություն Վատիկանի բոլոր փաստաթղթերով, որոնք վերաբերում են հայերի եւ արամեացիների դեմ իրականացված ցեղասպանությանը։ Պարզապես կարդացեք։ Եվ երբ ավարտեցի իմ հետազոտությունը, 1200 կարևորագույն փաստաթղթերի պատճենները հանձնեցի Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիային։ Որոշ փաստաթղթեր պարզապես կրկնօրինակներ էին, որոնք ուղարկվել էին այլ հաստատություններ եւ այլն։ Ուստի ընտրեցի ամենակարևոր 1200-ը։ Ես նաեւ մեկ օրինակ հանձնեցի այստեղ Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտին։ And I also gave a copy to the
a genocide memorial. So does it mean that a person or a state Այսինքն արդյոք դա նշանակում է, որ այն անձը կամ պետությունը, որը շղթում է այսքան հիմնավոր փաստը, բացառությամբ Թուրքիայի, ունի այլ Of course, շարժառիթներ։ Turkey has an agenda. Because what happens if you admit the truth? Իհարկե, Թուրքիան ունի իր օրակարգը։ Ինչ է տեղի ունենում, եթե ընդունում ես ճշմարտությունը։ Իհարկե ստիպված ես փոխհատուցում վճարել։ Ինչպես Գերմանիան կրկին դարձավ քաղաքակիրթ ազգերի ընտանիքի անդամ։ Նախ ընդունեց այն սարսափելի հանցագործությունը, որը նացիստները կատարել էին Գերմանիայի անունից, Շոան, Հոլոքոստը, եւ հետո վճարեց միլիարդավոր փոխհատուցումներ հօգուտ Իսրայելի պետության, քանի որ 6 միլիոն հրեաների ունեցվածքը բռնագրավվել էր նացիստների կողմից։ Սա է Թուրքիայի կրկին քաղաքակիրթ ազգերի ընտանիքի անդամ դառնալու պայմանը, ինչը ներկայում հնարավոր չէ, քանի որ ժխտում է իր գործած ոչիրը։ Ես քրիստոնյա եմ, մեր կրոնը սովորեցնում է ներել։ Մենք կոչ ենք անում ներել յուրաքանչյուրին, ով ընդունում է իր սխալը, մեղքը կամ հանցանքը, բայց եթե ժխտում ես այն, չես կարող ներում ստանալ։ Եվ իհարկե պետք է կրես դրա հետևանքները եւ փոխհատուցես։ Անշուշտ այդ հատուցումը Թուրքիայի համար միլիարդներ կարժենա։ Թուրքիայի ամբողջ բնակչությունը ներգրավված էր այդ գործընթացում, ուստի նրանք պատճառ ունեն շարունակելու ժխտել։ Սակայն մենք չպետք է բռնենք ոչրագործի կողմը։ Մենք պետք է կանգնենք արդարության եւ ճշմարտության կողմը։ But we shouldn't side with a criminal. We should side with justice and truth. speaking about justice and truth Խոսելով արդարության եւ ճշմարտության մասին, մենք չենք կարող անտեսել այս հարցի մեկ այլ կողմը։ Բացի տնտեսական կորուստներից, հայերը կորցրել են նաեւ իրենց հայրենիքը։ Նրանք կորցրել են ոչ միայն ունեցվածքը, այլև մի բան, որը շատ ավելի մեծ եւ կարեւոր է ազգի համար, այդպես չէ։ isn't it Absolutely. And again, this is something which Turkey has to deal with. Անշուշտ, եւ կրկին սա մի հարց է, որով Թուրքիան պետք է զբաղվի դիվանագիտական մակարդակում, կամ փոխհատուցելով թուրքական օկուպացիայի տակ գտնվող հազարավոր հեկտար հողերի համար, կամ վերադարձնելով այդ հողերը Հայաստանին, որպեսզի այն կրկին մեծ երկիր դառնա։ Քանի որ այս պահին Հայաստանը գերբնակեցված չէ, գուցե ֆինանսական փոխհատուցումը ավելի շահավետ լուծում լինի։ Սակայն Հայաստանը նաև կշահեր օրինակ, եթե նավահանգիստ ունենար։ Դուք ունեցել եք նավահանգիստներ Արևմտյան Հայաստանում։ Թուրքիան իսկապես շատ բան պետք է անի իր մութ անցյալի մեղքերից մաքրվելու համար։ Իհարկե նրանք բազմաթիվ պատճառներ ունեն դա ժխտելու համար, եւ քանի դեռ նույնիսկ Հայաստանի վարչապետն է պարում նրանց սրնգի տակ, նրանք կշարունակեն հաջողությամբ ժխտել։ Բայց սա շատ վտանգավոր բան է։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ հանցագործ են դառնում այն պատճառով, որ մյուս հանցագործները չեն բռնվել եւ չեն պատժվել։ Եթե հանցագործությունը չի պատժվում, դա հրավեր է ուրիշների համար կրկնելու այն։ Եվ դա նորից տեղի ունեցավ Արցախում, որտեղ առնվազն մշակութային ցեղասպանություն իրագործվեց։ Ավելի քան 5000 տարվա հայկական ներկայությունը այն տարածքում, որն այսօր կոչվում է Արցախ, պարզապես ժխտվեց Ադրբեջանի կողմից, մի պետության, որը գոյություն ունի ընդամենը մոտ 100 տարի։ Ադրբեջանը վերաշարադրում է պատմությունը եւ մեծ գումարներ է վճարում բոլոր նրանց, ովքեր հետևում են իր խոսույթին, նույնիսկ եթե այն ճշմարիտ չէ եւ նույնիսկ եթե ծիծաղելի է, ինչպես այն պնդումը, թե ադրբեջանցիները հազարավոր տարիներ այնտեղ են եղել։ Այդպիսի բան չի եղել։ Այդ տարածքը բնակեցված է եղել երկու ժողովուրդներով՝ հայերով եւ պարսիկներով։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ չի եղել ադրբեջանական ազգ։ Պատմությունը կեղծել է եւ համագործակցողներին վճարել է նույնպես հանցագործություն է, եւ հանցագործությունները կրկնվելու են նորից ու նորից, եթե որևէ մեկը մտածի, որ կարելի է չդատապարտվել եւ չպատժվել։ If someone gets the idea that you don't get caught and punished, world is really changed Աշխարհը փոխվել է պատերազմների եւ հակամարտությունների պատճառով։ Նույնիսկ այն բանից հետո, երբ մեծ պատերազմները մանրակրկիտ ուսումնասիրվել են, մենք կրկին ամբողջ աշխարհում տեսնում ենք ժողովուրդների եւ պետությունների ներգրավվածությունը պատերազմներում ու հակամարտություններում։ Եվ միևնույն ժամանակ հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու հարցն է առաջանում։ Այս հարցում միջազգային իրավունքն ու ճանաչումը որքանով են կարևոր եւ իրատեսական։ you know, the problem is that for many countries, Armenia is not so important. Խնդիրն այն է, որ շատ երկրների համար Հայաստանը այնքան էլ կարևոր չէ։ Դուք փոքր ազգ եք։
եւ դուք կարեւոր եք միայն նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել ձեզ իրենց նպատակների համար։ Օրինակ, այժմ նախագահ Թրամփն ասում է. Հայաստանը կրկին մեծ դարձնենք, բայց ո՞րն է դրա գինը։ Ինչու է նա դա անում։ Որովհետև նա գործընկեր է փնտրում Իրանի դեմ պայքարում, իսկ դուք գտնվում եք Իրանի հյուսիսային սահմանին։ Եթե այստեղ տեղակայվեն ամերիկյան զորքեր կամ զենքեր, ապա հնարավոր կլինի հարվածել Իրանին հյուսիսից։ Բայց դա կնշանակի, որ Իրանը կպաշտպանի իրեն եւ հրթիռներ կուղարկի Հայաստանի ուղղությամբ, այսինքն շատ վտանգավոր իրավիճակ կլինի։ Եվ երբ քաղաքական գործիչները պատրանքներ են ներշնչում հայ ժողովրդին, նրանք մոռանում են, որ հայ ժողովուրդը կարող է շատ բարձր գին վճարել։ Այս պահին դուք ունեք երկու թշնամի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ նրանք կմնան ձեր թշնամին այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց կատարած ոչիրները։ Նրանք կընդունեն իրենց հանցանքը այն դեպքում միայն, երբ դուք ավելի մեծ միջազգային աջակցություն ստանաք։ Երկու պետություն կա՝ Ռուսաստանն ու Իրանը, որոնք ինչ-որ չափով ձեզ բարեկամ կամ գործընկեր են։ Եվ եթե նրանց էլ թշնամի դարձնեք, կհայտնվեք թշնամիներով շրջապատված ծուղակում, հատկապես եթե ներքաշվեք պատերազմի մեջ։ Այդ դեպքում շատ թանկ կվճարեք։ Ուստի թույլ մի տվեք քաղաքական գործիչներին տալ դատարկ կամ վտանգավոր խոստումներ, եւ թույլ մի տվեք որևէ քաղաքական գործչի պարակտել ձեր ազգը։ Ձեր ազգը ուժեղ է իր միասնության շնորհիվ, իսկ միասնությունը գալիս է հավատքից։ Հայերի մեծագույն առանձնահատկությունն այն է, որ դուք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն եք, եւ քրիստոնեությունը հայկական ինքնության արմատն է։ Քրիստոնեական հավատքի շնորհիվ դուք հաղթահարել եք բազմաթիվ վտանգավոր ժամանակաշրջաններ, այդ թվում 1915-ից 1918 թվականների ցեղասպանությունը եւ Արցախի ցեղասպանությունը նույնպես։ Բայց եթե ինչ-որ մեկը պարակտում է ձեր ժողովրդին, փորձում է պարակտել նրանց, ովքեր լսում են ձեր ազգի հորը, Հայրապետին, Նորին Սրբություն Գարեգին II, որը մեծ հարգանք է վայելում Վատիկանում, ապա դա արդեն վտանգավոր է։ Նրան հարգել են Հովհաննես Պողոս II պապը, Բենեդիկտոս 16-րդ պապը, Ֆրանցիսկոս պապը եւ այժմ նաեւ Լևոն պապը, որովհետեւ նա սիրում է իր երկիրը, որի հոգեվոր հայրն է։ Եվ իհարկե նա պետք է հոգ տանի նաեւ Արցախի իր զավակների մասին։ Եվ եթե զգում է, որ նրանց դավաճանել է կառավարությունը, ապա լիակատար իրավունք ունի քննադատելու այդ կառավարությանը։ Սակայն մյուս կողմից յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում գործում է պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Դա նշանակում է, որ նրանք կարող են քննադատել միմյանց, բայց կառավարությունը երբեք իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Եվ այս պահին ինչ որ մեկը ցանկանում է անել հենց դա՝ բաժանել հայ ժողովրդին երկու ճամբարի, եւ դա թուլացնում է Հայաստանը, դարձնում է ավելի ու ավելի թույլ, ոչ թե ավելի մեծ։ Սա շատ վտանգավոր քաղաքականություն է։ Հարց է առաջանում, թե ով է կանգնած դրա հետևում, որովհետև դա Հայաստանի շահերից չի բխում։ Ծառը կմեռնի, եթե այն կտրեն իր արմատներից, իսկ ձեր արմատները քրիստոնեությունն են ու հարուստ պատմությունը, որը ձգվում է առնվազն 5000 տարի, այն ժամանակներից, երբ Արատան հիշատակվել է շումերական սեպագրերում։ Արատան դարձավ Ուրարտու, իսկ Ուրարտուն Հայաստան։ Դա պատմական շարունակականություն է։ Արարատի ժողովուրդն եք, իսկ Արարատը իհարկե ձեր ազգի սիրտն է, կամ ձեր ազգի մայրը, նույնիսկ եթե այն այսօր գտնվում է թուրքական օկուպացիայի տակ գտնվող Արևմտյան Հայաստանում։ Չափազանց տխուր է, երբ ձեր միասնության խորհրդանիշը հանկարծ անհետանում է անձնագրերի դրոշմներից, դրամից եւ այլ պետական խորհրդանիշներից, իսկ ձեզ ասում են, թե դա ձեր գործը չէ, բայց դա ձեր ավանդույթն է, ձեր պատմությունը եւ ձեր ազգային ինքնության սիրտը։ Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին բաժանել կամ պարակտել հայ ժողովրդին։ Ես Գերմանիայից եմ եւ չեզոք մարդ եմ։ Ես սիրում եմ Հայաստանը եւ ցանկանում եմ լավագույն ապագան Հայաստանի համար։ Բայց ես չեմ խոսում Ամերիկայի, Եվրոպական միության կամ Ռուսաստանի անունից։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես պատմաբան եմ։ I'm not a politician, I'm a historian. As I remember good, first time you introduced Որքան հիշում եմ, առաջին անգամ, երբ դուք ներկայացրիք ձեր գիրքը, այն դեռևս հայերեն չէր թարգմանվել եւ չէր հրատարակվել։ Դա մոտ 10 տարի առաջ էր, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, Երևանում։ Դա Ֆրանցիսկոս պապի այցից առաջ էր։ Yes. Այո, այդ ժամանակ դա շատ նոր ու անսպասելի բացահայտում էր, սակայն 10 տարի անց միայն այն թարգմանվեց եւ հրատարակվեց հայերեն։ Նաեւ Հայոց Հայրապետի շնորհիվ նրան դուք ներկայացրեցիք գիրքն անձամբ։ He reads German very well. He lived in Germany and Austria. Այո, Նորին Սրբությունը հավանություն տվեց, որ այս գիրքը հրատարակվի հայերեն։ Նա շատ լավ է կարդում գերմաներեն։ Ապրել է Գերմանիայում եւ Ավստրիայում։
եւ գերազանց տիրապետում է գերմաներենին։ Նա կարդաց գիրքը եւ հավանություն տվեց։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ գիրքը հրատարակել է Հայաստանի ամենահին հրատարակչությունը եւ այնպիսի մարդու աջակցությամբ, որին ես խորապես հարգում եմ։ Վատիկանում բոլորը սիրում եւ հարգում են Նորին Սրբությանը։ Ես նրան փոխանցեցի կարդինալ Կոխի եւ Լևոն Պապի ողջույններն ու օրհնությունը, որովհետեւ 3 շաբաթ առաջ հանդիպել էի կարդինալ Կոխին Վատիկանում եւ ասել էի, որ գալիս եմ Հայաստան ներկայացնելու իմ գիրքը։ Կարդինալը խնդրեց իր ողջույնը փոխանցել Նորին Սրբությանը։ Մենք բոլորս ցնցված ենք այս իրավիճակից, երբ եկեղեցին եւ նրա առաջնորդը կառավարության հարձակման տակ են, եւ որ կառավարությունը միջամտում է այնպիսի հարցերի, որոնք ընդհանրապես իր իրավասության մեջ չեն մտնում։ Նայեք, այս պահին տարաձայնություններ կան նախագահ Թրամփի եւ Պապի միջև, բայց նույնիսկ նախագահ Թրամփի մտքով անգամ չի անցնի պահանջել, որ Պապը հրաժարական տա միայն այն պատճառով, որ նրանք տարբեր կարծիքներ ունեն։ Եթե Եվրոպայի որևէ քաղաքական գործիչ, լինի Մելոնին, Գերմանիայի կանցլերը կամ Մակրոնը, երբևէ պահանջեր Պապի հրաժարականը, մարդիկ կասեին, որ նա խելագարվել է։ Մենք ցնցված ենք Հայաստանում ստեղծված իրավիճակից։ We are very, very surprised and shocked about the situation here in Armenia. As I know, you are speaking about countries, for example, Germany, where Որքան գիտեմ, դուք խոսում եք այնպիսի երկրների մասին, ինչպիսին օրինակ Գերմանիան է, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, բայց միևնույն ժամանակ պետությունը հոգ է տանում եկեղեցու մասին։ Գիտեք, որ Հայաստանում այդպես չէ։ we don't have this. I learned about it and I'm surprised by it because for your country, the church is a part of your national heritage and identity. Այո, ես այդ մասին իմացել եմ եւ դա ինձ զարմացնում է, որովհետեւ ձեր երկրի համար եկեղեցին ազգային ժառանգության եւ ինքնության մաս է։ Գերմանիայում բոլորը եկեղեցական հարկ են վճարում եւ պետությունը ֆինանսավորում է ամեն ինչ, վճարում է եպիսկոպոսներին, քահանաներին եւ մյուսներին, բայց իրավունք չունի միջամտելու։ Նույնիսկ եթե որևէ եպիսկոպոս սխալ է գործում, դա եկեղեցու գործն է, ոչ թե կառավարության։ Կառավարությունը կարող է քաղաքավարի խնդրել Պապին զբաղվել իրավիճակով, բայց վերջնական որոշումը Պապինն է։ Եվ Պապը նույն կարգավիճակն ունի, ինչ հայոց հայրապետը, երկուսն էլ եկեղեցու առաջնորդն են։ Հայ առաքելական եկեղեցին նույնքան հին է, որքան հռոմեական կաթոլիկ եկեղեցին։ Այստեղ էական տարբերություն չկա։ Իհարկե, Պապն ունի շուրջ 1.5 միլիարդ հետևորդ, իսկ հայոց հայրապետը ավելի քիչ, բայց դա կարևոր չէ։ Կարևորը այն է, որ նա եկեղեցու օրինական ընտրված առաջնորդ է եւ պետք է լիովին ազատ լինի կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից։ Կառավարությունը առաքելական աթոռին դիպչելու ոչ մի իրավունք չունի։ The government has no right to touch an apostolic office. Especially if it Հատկապես, եթե կառավարությունը նույնիսկ հոգ չի տանում եկեղեցու Անշուշտ, մասին։ բայց նույնիսկ եթե հոգ տաներ, վճարեր, միևնույն է, իրավունք չեր ունենա միջամտելու։ Thank you so much. I'm really grateful. Շատ շնորհակալ եմ։ Ես իսկապես ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եք ձեր նախորդ այցից հետո։ Հույս ունեմ, որ նորից հանդիպելու հնարավորություն կունենանք։ It is my pleasure and honor and Շնորհակալություն, դա մեծ պատիվ է ինձ համար։ Եվ քանի դեռ պարոն Փաշինյանը ինձ պերսոնա նոն գրատա չի հայտարարել, ես մեծ սիրով կգամ եւ միշտ կվերադառնամ Հայաստան։ Then we Այդ դեպքում կրկին կհանդիպենք։ Հույս ունեմ։ Շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ եւ Աստված թող օրհնի ու պաշտպանի Հայաստանը։